Այվազյան, ինչպես է գնահատում Ռուսաստանի դիրքորոշումը վերջին օրերին այդ դիվերսիոն գործողությունների հետ կապված, մասնավորապես ՀԱՊԿ-ի պահվածքը։ Շատ նուրբ հարցի էր գտիպել, շատ նուրբ, որովհետև ես հակուկ շրջանցել էի մեծ մամուլի ասուլիսի շրջանում, որովհետև այսպես ասենք փաստորեն Ադրբեջանը, ինչպես ես ասեցի, մեծապես սպասում է Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման ճշգրտմանը, իսկ անկեղծ ասած, բնականաբար Ռուսաստանը ոչ թե մեր շահերից, այլ իրեն շահերից չպետք է որ թույլ տա իրադարձությունների ոչ ցանկալի զարգացումը Հարավային Կովկասում, որովհետև Հայաստանի եւ Ղարաբաղի ցանկացած վտանգի կամ ստատուս կվոյի փոփոխության հետ կապված Ռուսաստանը կարող է վերահսկողությունը կորցնել նաեւ Հյուսիսային Կովկասի նկատմամբ։ Ուստի եւ նրանց շահերից է բխում, որ նրանք հայամետ դիրքորոշում ընդունեն, բայց պետք է նաեւ հիասթափությամբ, խորը հիասթափությամբ նշեմ, որ փաստորեն Մեքսիկայում տեղի ունեցած մեր 20-յակի գագաթնաժողովում երանախագահների հայտարարությունը Ղարաբաղյան հարցի հետ կապված չափազանց անհասցե է եւ չափազանց, այսպես ասենք, լղոզված է այն մասերում, որ նրանք խոսում են, որ վերջը պիտի կողմերը գտնեն ինչ-որ մոդուս հաշտության եւ եթե պատերազմը վերսկսվի, ուստի այդ ոչ մի բան չի ավելացնի, միայն կավելացնի զոհերի բնակչության տառապանքները։ Ուրեմն նրանք դե ֆակտո, այսպես ասենք, թույլ են տալիս մտածել, որ պատերազմը կարող է վերսկսվել եւ կրկնակի ցավալի է, որ այսպեսի հայտարարության տակ ստորագրեց Ռուսաստանի Դաշնությունը, ինչը բնականաբար հուսադրելի չի կարելի համարել այսպես ասենք լարվածության աճի հետ կապված։ Պատճառը Ռուսաստանի պահվածքի։ Ռուսաստանի պահվածքի դե Ռուսաստանը նաև ներքին խնդիրներով պայմանավորված կարող է լինել այս պասիվությունը եւ դրա հետ, ինչպես ես շեշտեցի, նախքան Ամերիկա-Իսրայելա-Իրանյան պատերազմի վերսկսումը հանրական է, որ կվերսկսվի պատերազմը Ղարաբաղյան ճակատում, քանի որ Ադրբեջանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները ու Իսրայելը նախատեսում է, որպես երբ իրանական, այսպես ասենք, զորքերի մեծամասնությունը օդային ռմբակոծություններով կոչնչանա, իրենք պատկերացնում են, որ Ադրբեջանը իրենց ցեղակիցների բնակեցված տարածքները ատրապատականը, այսինքն Թավրիզի շրջակայքը, պետք է ցամաքային զորքերը հիմնական շեշտը Ադրբեջանի վրա կդնեն։ Եվ եթե այստեղ Ամերիկան, ինչպես ասում են, անուղղակիորեն Ադրբեջանի ագրեսիվ ակտիվությունը խրախուսում է։ Ադրբեջանը չի կարող ներգրավել Իրանի հետ պատերազմում, մինչև չլուծի Ղարաբաղյան խնդիրը, որովհետև ինքը հավակնություններ ունի Հյուսիսային Իրանի նկատմամբ եւ չի կարող մի կողմից տարածքային ամբողջականությունը պաշտպանել, մյուս կողմից հավակնել Հյուսիսային Իրանին եւ չի կարող Ղարաբաղյան պատերազմը թիկունքում ունենալով նոր պատերազմի մեջ երկու ֆրոնտով, երկու ճակատով Իրանի դեմ ներգրավել։ Այս պարագայում եթե այս սցենարը տենց զարգանա, ուրեմն եթե իրականում Ադրբեջանը օկուպացնի Հյուսիսային Իրանի տարածքը, ուրեմն մենք կշրջեն հայկական պետականության Հարավային Կովկասում վերջին էջը, որովհետև արդեն այսպեսի պայմաններում մեր պետությունը կենսունակ չի լինի։ Ուստի եւ մեր դիվանագիտությունը, եթե նախահարձակ գործի եւ որոշակի պայմանավորվածության ձեռք բերի Իրանի հետ, եթե պատերազմը սկսվի Ամերիկայի հետ եւ Իրանը ի վիճակի չի լինի վերահսկել իրեն հյուսիսային տարածքները, հնարավոր է, որ ժամանակավորապես այդ տարածքները ադրբեջանական զորքերից ներխուժումից պաշտպանելու համար Իրանը թույլ տա այդ տարածքները ռազմակալել Հայաստանի Հանրապետությանը իրեն բարի կամքով, միջև վերականգնվի եւ հետ ստանա այդ տարածքները, որովհետեւ եթե պատականը եւ Թավրիզը, որի իրավունքը տիրապետելու իրավունքը Հայաստանը ավելին ունի, քան Իրանը, եթե անցնի հայկական ձեռքերը, ապա հնարավոր է հետ Իրանը ստանա, իսկ եթե կտրվի Ադրբեջանի Հանրապետության ձեռքերը, ապա եւ Իրանը կկործանվի եւ Հայաստանի կործանում կնշանակի դա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։